Երբվանից է գործում աշնանային ձայները եւ ում գաղափարն էր ստեղծել տարեցների երգչախումբ։ Աշնանային ձայներ երգչախումբը ինքը գործում է 90-ական թվականներից։ 1990 թվականին Կարլեն Եղամի-Բաբայանը ստեղծել է հնաբնակ երևանցիներ ասոցիացիան։ Եվ այնուհետև հենց նույն ասոցիացիայի կազմում ստեղծել է երգչախումբը եւ կոչել աշնանային ձայներ։ Բազմատաղանդ Կարլեն Եղամի-Բաբայանը մեծ ներդրում ունի եւ ասոցիացիայի գործնեության եւ աշնանային ձայներ երկար տարիներ հենց ինքն է ղեկավարել աշնանային ձայներ երգչախումբը։ Ո՞րն է նպատակը ստեղծել հենց տարեցների երգչախումբ։ Ի սկզբանե հնաբնակ երևանցիներ ասոցիացիան ստեղծելիս ես մի քիչ ինֆորմացված եմ, որովհետև մեծ հորեղբայրս մասնակցում էր հենց 90-ական թվականներին ասոցիացիայի կազմակերպման մասնակից էր ակտիվ, ի նկատի չի ունեցել, որ ունենա երգչախումբ։ Նրանք ավելի շատ ուզում էին վերհանել հին տոհմերը, հին երևանցիների պատմությունները ի հայտ բերել, դոկումենտներ կազմել, ներողություն, փաստաթղթահավաք գործունեություն էին իրականացնում։ Իսկ այնուհետև երևի կանայք շատացան ասոցիացիայի կազմում եւ առաջացավ այդ գաղափարը երգչախումբ կազմելու։ Եվ շատ հաջողություններ գրանցեցին այն ժամանակ, երբ գործում էր դեռ Կարլեն Բաբայանի օրոք, եւ ուներ իր արտահայտուստը, գեղեցիկ ձևավորումներ եւ մեծ երգացանք ձեռք բերել, անդադ զարգացնում էին երգացանք, ավելի լավ էր գործունեություն իրականացվում, քանի դեռ ղեկավարվում էր Կարլեն Բաբայանի օրոք։ Հիմա մի քիչ խնդիրներ ունենք, բայց դեռ գործում է։ Դեռև հուսանք կզարգանա, փորձառություն եք ունեցել երեխաների հետ աշխատելու, հայտնի է, որ տարեցներն ու երեխաները շատ ընդհանրություններ ունեն, կարող եք դրա մասին ասել եւ նաեւ ինչ դժվարություններ կամ ինչպիսի առանձնահատկություն կա, երբ շփվում ես տարեցների հետ, կամ մի առանձնահատուկ մի բան, որ դուք ձեր աշխատանքի ընթացքում հասկացել եք եւ կուզեք փոխանցել։ Ես ճիշտն ասած այդ մտքին եկել եմ, երբ որ հենց սկսել եմ աշխատել տարեցների հետ, միշտ որ ասում էին երեխաներն ու տարեցները իրար նման են, ճիշտն ասած ես այդ միտքը թյուր ըմբռնում էր իմ համար, ասում եմ ինչպես կարելի է օրինակ նման լինել երեխաներն ու տարեցները, բայց աշխատելով երգչախմբի հետ ես հասկացա, որ օրինակ հասարակ նեղացկոտությունը, անմեղությունը, միամտությունը, ինչը որ հատուկ է հենց երեխաներին, դրսևորվում էր նաև մեծահասակների մոտ։ Զարմանալի էր ինձ համար, որ այդպիսի բաներ են, անգամ աթոռին ով որտեղ պիտի նստի, մեկը մեկի հետ մեկից նեղանում էր, որ դու իմ տեղն ես նստել, իսկ հետո արդեն կամաց կարգավորվեց այդ ամեն ինչը, ճիշտ մանկապարտեզի պես, չէ՞։ Այդ մթնոլորտը արդեն անցավ, հիմա ամեն մարդ գիտի ինքը որտեղ է նստում ու երգչախմբի համար ինչ գործունեություն է ծավալում հենց իր ներկայությամբ։ Եվ ինձ համար շատ ուրախալի մի փաստ, որ երգչախմբի անդամները միասին օրինակ գնում են փորձից հետո գնում են օրինակ սուրճ խմելու, միասին գնում են համերգներ, թատրոն, կինո, ցուցահանդեսներ, ինչը ինձ շատ ուրախացնում է, որովհետև իրենց հենց կապել է երգչախումբը։ Շատ մարդիկ ծանոթացել են հենց երգչախմբի միջոցով ու երգչախումբը համարում են իրենց ընկերության, չգիտեմ, ամենամեծ ձեռքբերումներից մեկը, որ կարող էր լինել։ Սոցիալական կապերն են։ Հա, սոցիալական կապերը, իրար հյուր գնալ, ինչ որ մեկը որ հիվանդանում է խմբից, խմբի մյուս անդամը ով մոտիկ է ապրում իրեն, գնում է իրեն խնամում է տանը։ Որ մենք խմբակային բազմաթիվ այցելություններ ունենք եւ միշտ մեր էջում ինտերնետային էջեր ունենք իհարկե, միշտ գրում են միջոցառումները որտեղ երբ եւ կազմակերպված այցելում ենք։ Այդ հարցում շատ օգնում է արվեստի եւ գրականության բաց համալսարանի ռեկտորը Անահիտ Օհանյանը։ Մենք համագործակցում ենք եւ շատ արդյունավետ է ստացվում։ Շուտով մենք կազմակերպելու ենք միասին Կոմիտասյան Հայաստան ֆլեշմոբը։ Հիմա մենք կազմակերպչական աշխատանքների մեջ ենք, հուսով ենք, որ դա կդառնա մի
աննախադեպ երևույթ։ Բոլորս կազմակերպում ենք, նախապատրաստում ենք, իհարկե երգելով կամ ասմունքով, չգիտեմ, դեռ կազմակերպչական աշխատանքներ են գնում եւ Անահիտը բազմաթիվ տեղեր միջոցառումներ երբ կազմակերպում են ժողովրդական բաց համալսարանը, անպայման մեզ տեղյակ են պահում։ Մենք կապված ենք շատ սերտորեն եւ դրանից շահում է մեր զբաղվածությունը, մեր մտահորիզոնի բացվելը, շատ գեղեցիկ։ Եվ ուղեղի առողջությունը ձեզ ասեմ, որ ուղեղի առողջության համար է կարևոր։ Իհարկե։ Իսկ ինչ պլաններ ունեք դուք մասամբ ասացիք ֆլեշմոբի մասին, Տիկին Գայանե, ապագայի համար երգչախումբը եւ դուք ինչ պլաններ ունեք, ինչ եք նախատեսում այս տարվա համար։ Պլաններ շատ ունենք։ Նոր երգեր ենք սովորում։ Մեր ռեպերտուարը մեծացնում ենք։ Իմիջիայլոց մենք քաղաքապետարան դիմեցինք մեզ օգնելու համար մշակույթի բաժին։ Բայց նրանք մեզ ասացին, ինչի մենք կհովանավորենք ձեզ, եթե ներկայացնեք ստեղծագործական ծրագիր։ Իսկ եթե մենք իրացնում ենք ստեղծագործական մեր ծրագիրը միանգամից եւ կազմակերպում ենք եւ ձևավորում ենք այդ ելույթները եւ ասմունքի ընդմիջումներ ենք անում, դա ստեղծագործել չի։ Նկատի ունեցել ընթացակարգով դիմում ներկայացնեք, իհարկե։ Բայց մենք միրանց հրավիրեցինք մեր համերգին, տարեվերջյան համերգ կազմակերպեցինք, շատ գեղեցիկ համերգ ստացվեց, ամենայնպես բոլոր ներկաները այդպես էին ասում։ Իրանք չուզեցին նույնիսկ մերժում գրեին մեզ։ Այդ իմիջիայլոց ես այդ դիմումները, որ ասում եմ քաղաքապետարանին դիմել ենք, դա եղել է ինտերնետային բանով հավաստումները կան, որ նամակը այնտեղ ընդունված է, կոդ կա մեզ, որ նամակը ընդունել են։ Առաջին նամակին պատասխանեցին, մենք չենք կարող ձեզ հովանավորել ոչ մի բանով, քանի որ մենք հովանավորում ենք միայն ստեղծագործական ծրագրեր։ Իսկ երկրորդ հրավերը, որ մենք իրենց ասում ենք, եկեք տեսեք մեր տարեվերջյան համերգը, որ հարկավոր է մեր մշակութային քաղաքի մշակութային կյանքի գեղագիտությունը պահպանելու համար մի նոտա էլ մենք ենք ավելացնում։ Եկեք մեզ մերժեք։ Նրանք չպատասխանեցին, նույնիսկ չպատասխանեցին։ Ցավոք, կուզենամ, որ հաղորդումը փակենք մի հետաքրքիր կատարումով, երաժշտական մի տուն երգեք մեզ համար, որը կուզեք։ Երգել հիմա մի քիչ ինչի, բայց ես կուզեմ մի բան արտասանել ձեզ համար, ինչ կուզեք արտասանել։ Այն ինչ մտքին կգա, Պարուս Սևակս գա, լավ, Թումանյանի քառատողերից մեկը։ Հեյագահ մարդ, հեյ անգոհ մարդ, միտքդ երկար, ճամփատ կարճ։ Քանիսն անցանք քեզպես, քեզնից առաջ, քո առաջ։ Ինչ են տարել նրանք կյանքից, որ ինչ տանես դու քեզ հետ։ Խաղաղ անցիր, ուրախ անցիր երկու օրվա քո ճամփան։ Հրաշալի է։ Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար, հուսանք, որ այն օգտակար կլինի եւ ընկերների համար եւ ձեզ համար, որ կգտնենք միասին եւ հովանավորներ եւ զարգանալու նոր հնարավորություններ։